Քրիստոս թաղվեց և երրորդ օրը մեռելներից հարություն առավ։ Խաղաղություն ինձ և քեզ։ Առաջի Կորինթաց 15-րդ գլխի 4-րդ համարում Պողոս առաքյալը գրում է այն ավետարանը, որը ինքն էր քարոզում, ասելով. Քրիստոս թաղվեց և երրորդ օրը մեռելներից հարություն առավ, ցույց տալով ավետարանի այդ կարևոր փաստարկները, որ նա չարչարվել էր ինձ ու քեզ համար, մահացել, թաղվել, բայց երրորդ օրը մեռելներից հարություն առել։ Բայց նա կարևոր միտք է ասում, որ սա սուրբ գրքերի համաձայն էր։ Ստացվում է, որ այս ամենը նախապես մարգարեների բերանով խոսվել էր։ Եվ հարց է առաջանում, որտեղ էր այս գրվածներում ասված նրա գերեզման դրվելու և մեռելներից հարություն առնելու մասին։ Ես ուզում եմ բացենք Եսայա 59-րդ գլուխը։ Նախորդ հաղորդման ժամանակ ես խոսեցի Քրիստոսի մահվան մասին ու 53-րդ գլխի 2-րդ համարից մինչև 8-րդ համարը ընթերցել էի։ Իսկ հիմա 9-րդ համարն եմ ուզում ընթերցել։ Նրա գերեզմանը ամբարիշտների հետ դրվեց, բայց երբ մեռավ, հարուստի հետ եղավ, քանի որ նա անօրենություն չգործեց ու նրա բերանի մեջ նենգություն չգտնվեց, Տերը հաճեց, որ նա ճզմվի ու տագնապի հանդիպի, երբ իր անձը մեղքի համար ողջակիզվի։ Սա ասված է ապագայում Եսայան տեսնում էր մարգարեական առումով, թե ինչ կերպով Տեր Հիսուսը մահանալով դրվելու էր գերեզման, որ նա դրվելու էր հարուստի հետ գերեզման։ Եվ այս գաղտնիքը բացվում է, այս խորհուրդը բացվում է Հովհաննես ավետարանում, երբ որ 20-րդ գլուխը Հովհաննեսի ավետարանի պատմում է ասելով, որ Տեր Հիսուսը երբ մահացել էր, Հովսեփ արևմատացին գալով Պիղասոսից խնդրեց և նրա մարմինը վերցրեց։ Նիկոդեմոսն էլ եկավ 100 լիտրի չափ զմուրսի և հալվեի խառնուրդ բերեց և նրա մարմինը նրանք լվացին, կարգավորեցին, պատանքով փաթաթեցին և մի նոր գերեզմանի մեջ դրվեց։ Այո, հարուստի հետ եղավ։ Այս խոսքը կատարվեց։ Ուզում եմ ընթերցել Սաղմոս 16-ից 8-րդ համարից։ Դավիթն էլ է մարգարեացել. ամեն ժամանակ Տերն իմ առջևս դրեցի, որովհետև իմ աջ կողմս է, պիտի չսասանվեմ։ Սրա համար սիրտս ուրախ եղավ ու փառքս բերկրեց ու մարմինս էլ հույսով պիտի հանգստանա, քանի որ իմ անձս գերեզմանի մեջ պիտի չթողնես ու քո սուրբին էլ ապականություն տեսնել պիտի չտաս։ Ում մասին էր խոսում Դավիթ, արդյոք իր անձի մասին։ Ոչ։ Մենք գիտենք, թագավորաց գրքերը պատմում են, Դավիթ թագավորը նա մահացավ և հայրերի հետ խառնվեց։ Նրան թաղեցին, անցել է արդեն 100-ամյակներ, 1000-ամյակներ, և նրա մարմինը հողի է վերածվել։ Ապականություն է տեսել նրա մարմինը, բայց նա ինչ էր մարգարեացել, որ մարմինս կհանգստանա ու քո սուրբին ապականություն տեսնել պիտի չտաս։ Անգամ ինքը իր համար էլ ինչ էր խնդրում. Տեր ողորմիր, քո հոգին ինձանից մի առ, ապաշխարության աղոթք էր անում Սաղմոսներում մեկ այլ տեղում, խնդրելով, որ Աստծո հոգին իրենից չգնա։ Ինչու՞, որովհետև գիտեր, որ մեղավոր մարդը ինձ և քեզ պես։ Բայց այստեղ ինչ է խոսում, սուրբիտ ապականություն տեսնել պիտի չտաս, սա մեր Տեր Հիսուսի մասին էր, որ նա դրվելով գերեզման պիտի ապականություն չտեսներ, այլ հարություն առներ։ Իսկ գրվածները որտեղ է, որ խոսում են հարության մասին, կա այդպիսի խոսքեր հարության մասին։ Այո, կան։ Օրինակ Եսայա 26-րդ գլխի 19-րդ համարում ասված է. Քո մեռելները պիտի ողջանան, մեռելների մարմինները հարություն պիտի առնեն։ Ընդհանրական առումով սա ասված կար Դանիելի 12:2-ում. Երկրի հողի մեջ քնածները շատերը պիտի արթնանան, ոմանք հավիտենական կյանքի համար ու ոմանք հավիտենական անարգանքի համար։ Այո, ընդհանրական առումով տեսնում ենք հարության մասին խոսքեր կար մարգարեների մեջ, բայց հիմա ավելի դիպուկ Հոբի 19:25-ում գիտեմ, թե իմ փրկիչը ողջ է ու նա վերջին ժամանակում պիտի ելնի երկրի վրա, պիտի հառնի, բարձրանա երկրի վրա։ Սա Տեր Հիսուսի մասին է, մեր փրկչի, Ովսեի մարգարե 6:2-ը, 2 օրից մեզ պիտի կենթանացնի, երրորդ օրը մեզ պիտի հարություն տա ու նրա առջև պիտի ապրենք։ Սա հստակ Ովսեն մարգարեանում էր Տեր Հիսուսի մեռելներից երրորդ օրը հարություն առնելու մասին, ու նորից դառնամ Եսայա մարգարեի 53-րդ գլուխը ու կարդամ շարունակությունը. նա սերունդ պիտի տեսնի ու Տիրոջ կամքը նրա ձեռքով պիտի հաջողվի։ Ինչպես Տեր Հիսուս պիտի սերունդ տեսներ։
Հարություն առնելով, իր անձի աշխատության պտուղը տեսնելով պիտի կշտանա։ Իմ արդար ծառան իր գիտությունով շատերին պիտի արդարացնի, քանի որ նրանց անօրենությունները ինքը պիտի կրի։ Նրա համար մեծերի հետ բաժին պիտի տամ նրան ու հզորների հետ ավար պիտի առնի նա, քանի որ իր անձը մահվան մատնեց, հանցավորների հետ համարվեց, շատերի մեղքը վերցրեց ու հանցավորների համար միջնորդություն արեց։ Տեր Հիսուսը մեռելներից հարություն առնելով պիտի սերունդ տեսներ, ու այդ սերունդը պիտի դառնար նրա աշխատանքի պտուղը, որով նա կշտանար։ Երբ որ ես ու դու հավատում ենք ավետարանի այս փաստին, Քրիստոս չարչարվեց, տառապեց ինձ ու քեզ համար, մահանալով դրվեց գերեզմանու, երրորդ օրը մեռելներից հարություն առավ, մենք հարության կյանքն ենք ընդունում ու վերստին ծնվում ու հավիտենական կյանքը ժառանգում։ Փառք Աստծո որդուն իր ավետարանի համար, որ նա ապրեցնում է ինձ ու քեզ իր ավետարանի խոսքով։ Ամեն։